Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր Գևորգ Ներսիսյանի եւ եղբորորդու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց եւ այլընտրանքային խափանման միջոցներ, տնային կալանք, 1 միլիոն դրամ գրավ եւ բացակայելու արգելք կիրառեց։ Դատարանի որոշման համար առանցքային հիմք հանդիսացան պաշտպանական խմբի փաստարկներն առ այն, որ քրեական գործով բոլոր կարևոր վկաներն արդեն հարցաքննվել են եւ մեղադրյալների ազատության մեջ գտնվելը չի կարող խոչընդոտել գործի քննությանը։ Դատական նիստի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ենթադրյալ դեպքի տեսագրություններին։ Ըստ պաշտպանների, այդ կադրերը փաստում են, որ որևէ հանցակազմ, մասնավորապես նախընտրական գործընթացներին խոչընդոտելու փորձ կամ բռնություն տեղի չի ունեցել։ Փաստաբանները պնդում են Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների նկատմամբ ակնհայտ, անհիմն եւ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։ Շուրջ 3 ամիս կալանքի տակ գտնվող Ներսիսյաններն ազատ արձակվեցին դատարանի դահլիճից։ Գործի քննությունը շարունակվում է, դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 25-ին։